13 անվանակարգ, երաժշտական պարային շոու ծրագիր, բարձր տրամադրություն, տեղի ունեցավ Career City Fest 2025 փառատոնի ամփոփիչ փակ գալանտրիկն ու մրցանակաբաշխությունը, որտեղ փառատոնի մասնակից ընկերություններն ու բանախոսները արժանացան մրցանակների։ Career City Fest 2025-ի այցելուներն ու EVP շոուի հանդիսատեսը այս տարի հնարավորություն ունեին քվեարկելու իրենց ամենաշատը տպավորած ընկերությունների օգտին տարբեր անվանակարգերում եւ որոշել հաղթողներին։ Քվեարկողները եւս հնարավորություն ունեին շահելու տարբեր նվերներ, երկու անձի համար երրորդյա ուղևորություն դեպի Աբու Դաբի, PlayStation 5 եւ Dyson վարսահարդարիչ։ Career City Fest լավագույն գործատուների փառատոնում մի քանի անվանակարգերում հաղթող ճանաչվեց Ամերիաբանկը, ամենատպավորիչ պրեիվենթ մարքեթինգային եւ PR արշավ, տաղավարի ամենատպավորիչ ինտերակտիվ բովանդակություն, ամենատպավորիչ EVP շոու եւ փառատոնի աստղ անվանակարգերում։ Վերջինս հատուկ մրցանակ էր բոլոր անվանակարգերում ընդհանուր ամենաբարձր միավորները ստանալու համար։ Ես պատկերացնում եմ վաղը ձեզ ընկերության ներսում ինչպես եմ դիմավորելու այսքան մրցանակներով։ Ես ասեմ, որ շատ դժվար եւ պարտավորեցնող է։ Ցուցարումները շատ կարեւոր են իրականում ոչ այնքան մրցանակներ ստանալու տեսանկյունից, այլ փորձառությունը կիսելու, բացահայտելու այն ամեն ինչը, ինչ դու ստեղծում ես, դու կերտում ես քո թիմի համար, որովհետև շատ անգամ գործատուի բրենդը ավելի անտեսանելի է, դա ներքին է, դա թիմակիցների, աշխատակիցների համար է, եւ մենք շատ դրա մասին չենք խոսում ինքնին։ Ամենատպավորիչ պատվիրակություն բացման շքերթում անվանակարգում հաղթող ճանաչվեց Flash ընկերությունը։ Տաղավարի ամենատպավորիչ դիզայն եւ ամենատպավորիչ կոնցեպտ անվանակարգում հաղթեց Ineco People-ը։ Տաղավարի ամենատպավորիչ կոնցեպտ անվանակարգը Team Group-ինն էր։ Ամեն տարի ներկայանում է այն կոնցեպտով, որը որ տիրում է բանկի պատերի ներսում։ Մի տարի դա ջերմությունն է, մյուս տարի նորարարություն ու երիտասարդություն, իսկ այս տարի արդեն կրթության ու զարգացման հանդեպ մեր սերն էինք բերել եւ շատ ուրախ ենք, որ մրցակիցների կողմից գնահատվել է եւ այսքան շատ սիրվել է։ Հիմակցից կողմից առաջարկվեց միտքը, որը ինչպես հասկանում եմ, գնահատվել է թե կազմակերպիչների, թե այցելուների կողմից։ Ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին եւ ընդհանրապես մեր կարգախոսներ, որ Flash-ը լիցքավորում է էներգիայով նաև մարդկանց եւ բայց այսօր ստացվեց հակառակը, քանի որ դուք մեր ամբողջ թիմին լիցքավորեցիք դրական էներգիայով։ Տաղավարի ամենատպավորիչ թիմ անվանակարգում հաղթողը Coffee House-ն էր։ Ամենատպավորիչ ելույթը Լիկա Թումանյանինն էր։ Ամենատպավորիչ ելույթը CCF Battle-ում Շուշան Ավաքիմյանինն ու Արմեն Ավակ Ավաքյանինն էր։ Փառատոնի հայտնությունը Soler-ն էր։ Career City Fest-ին մասնակից լավագույն գործատու անվանակարգում հաղթող ճանաչվեց միանգամից 3 ընկերություն՝ Ամերիաբանկը, Ucom-ը եւ Soft Construct-ը։ Պատիվ է իրականում ես ոնց որ մրցանակին արժանանալ այս նոմինացիայում, այո չի սպասում ով է հանձնելու մրցանակը միանշանակ։ Մեր բրենդը սիրո, մարդկանց կապերի, մարդկանց միավորելու մասին է ու այս մրցանակներ երևի դրա վառ ապացույցներ, շնորհակալություն բոլորին։ Կազմակերպիչները իրենց շնորհակալությունը հայտնեցին բոլոր այն ընկերություններին եւ բանախոսներին, որոնք ձևավորում են Հայաստանի աշխատաշուկայի ապագան, ոգեշնչում իրենց թիմերին եւ ստեղծում մնայուն արժեք։ Skill Event Marketing-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցի խոսքով ընկերությունները, որտեղ կան հարյուրավոր, նույնիսկ հազարավոր աշխատակիցներ, իրենց աշխատանքը մնում է կադրից դուրս։ Ստեղծեցինք մի հատակ, որ այդ ընկերությունների այն մարդիկ, ովքեր ստեղծում են, լինեն կադրի մեջ, լինեն աստղեր, այն HR, մարքեթինգի եւ PR մասնագետները, որոնք մեծ ջանքեր են դնում, որ այս ամեն ինչ տեղի ունենա, իրանք լինեն կադրի մեջ, իրանք ստանան իրենց փառքը։ Հիշեցնենք, որ միջազգային հեղինակավոր Event-X Awards-ի կրկնակի ոսկե մրցանակակիր փառատոնը անցկացվել էր ապրիլի 25-ին եւ 26-ին Meridian Expo կենտրոնում, բրենդի ուժը, արժեքներ, թիմ արտադրանք խորագրի ներքո։ Փառատոնը փորձի եւ գաղափարների փոխանակման յուրօրինակ հարթակ դարձավ տասնյակ ընկերությունների, բանախոսների եւ հազարավոր այցելուների համար։